Հանուն Հոր եւ Որդվո եւ Հոգվին Սրբո ամեն։ Արժանապատիվ Տեր Հայր, սիրելի քույրեր եւ եղբայրներ, այսօր հայ առաքելական մեր Սուրբ եկեղեցին նշում է Սուրբ Հարությունից հետո 5-րդ կիրակին, որը Երևման Սուրբ Խաչի տոնն է։ Այս տոնը կապված է պատմական որոշակի իրադարձությունների հետ 4-րդ դարում եւ ինչպես այն ժամանակ, երբ որ խաչը երևաց Երուսաղեմի երկնքում, այսօր էլ մեր աչքերը դարձյալ ուղղված են դեպի երկինք, ոչ միայն պատմական հիշողությամբ, այլև հոգևոր տեսողությամբ մենք վերապրում ենք այն հրաշալի օրը, երբ Երուսաղեմի երկնքում երևաց լուսափայլ Սուրբ Խաչը, Գողգոթայից մինչև Ձիթենյաց լեռը տարածված։ Այդ երևումը պարզապես մի նշան չէր, դա մարդկությանն ուղղված Աստուծո խոսքն էր, Աստուծո միջամտությունը խռովված աշխարհի մեջ, լույսի հաղթական մուտքը մարդկային խավար կյանք։ Խորելով այս հրաշքի մասին մենք հասկանում ենք, որ երբ մարդկությունը մոլորվում է, երբ ճշմարտությունը խամրում է, երբ հավատքը թուլանում է, Աստված երբեք չի լռում, նա իր նշանն է բարձրացնում, որը դրսևորվում է մեր կյանքում տարբեր կերպ։ Մեզ մնում է մեր հայացքը հառել այդ նշանին, այդ երևումներին, եւ երբ որ ցանկանանք տեսնել, որովհետեւ Մարգարեի ասացի նման կարող ենք նայել եւ չտեսնել, այդ ժամանակ մեր կյանքը պիտի փոխվի։ 4-րդ դարում, սիրելիներ, եկեղեցին ծանր պայքարի մեջ էր։ Դրսի հալածանքները կարծես ավարտվել էին, պետական մակարդակով հալածանքներ կարծես թե չկային, բայց ներսի կյանքը, համայնքային կյանքը, ներեկեղեցական կյանքը վտանգված էր։ Ծագել էր արիոսական աղանդը, որը 4-րդ դարի ամենավտանգավոր հերձվածներից մեկն էր։ Արիոսական աղանդը հարվածում էր քրիստոնեական հավատքի հենց սրտին, Քրիստոսի անձին։ Եթե եկեղեցու առաջնորդները այդ շրջանում սխալվեին, եթե եկեղեցու առաջնորդներն այդ շրջանում հետևեին այդ հոսանքին եւ ընդունեին այդ վարդապետությունը որպես ճշմարտություն, ապա ավետարանական քարոզությունը պիտի կորցներ իր իմաստը։ Արիոսը Ալեքսանդրիայի քահանա էր, ուսուցանում էր, թե որդին հավիտենական Աստված չէ, այլ արարված է, ստեղծված է Հայր Աստուծո կողմից։ Արիոսին վերագրվում է հայտնի մի արտահայտություն, որն ասում է հետևյալը. կար ժամանակ, երբ չկար որդին։ Ըստ Արիոսի Քրիստոս չուներ նույն հավիտենական բնությունը, ինչ Հայրը։ Նա մեծ էր, սուրբ էր, առանձնահատուկ մեկն էր, գերազանց էր բոլոր արարածներից ըստ Արիոսի, բայց արարած էր, ոչ թե հավիտենական Աստված։ Այս վարդապետությունը արտաքինից կարող էր թվալ փոքրիկ տարբերություն, բայց իրականում սրանով փոխվում էր ոչ միայն փրկության մասին ընկալումը, այլև խաթարվում էր ինքնին փրկության հնարավորությունը։ Եթե Քրիստոս պարզապես մարդ էր, եթե Քրիստոս պարզապես արարած էր, ապա նա չէր կարող աշխարհը փրկել։ Ինչ օգուտ որևէ արարածի մահից, ինչ օգուտ մարդկությանը հազարավոր նահատակներից։ Մարդկությունը կարող էր փրկվել միայն Աստուծո կողմից։ Դրա համար Սուրբ Աթանաս Ալեքսանդրացին ասում է հետևյալ միտքը, որ Աստված մարդացավ
որպեսզի մարդը աստվածանա։ Եթե Քրիստոս Աստված չէ, ապա խաչը պարզապես նահատակություն է եւ ոչ թե փրկության պատճառ։ Եկեղեցին այս խռովության մեջ էր 4-րդ դարում եւ 325 թվականին Նիկիայի տիեզերական ժողովում, որին մասնակցում էր նաեւ մեր Գրիգոր Լուսավորիչ հայրապետի որդին Արիստակեսը, մերժեցին Արիոսի վարդապետությունը եւ դավանեցին, որ որդին համագոհ է հորը, հունարենով ասում ենք homoousios, այսինքն որդին ունի նույն էությունը, նույն բնությունը, նույն հավիտենականությունը, ինչ Հայր Աստված։ Այդ պատճառով ամեն կիրակի, երբ որ մենք հավատամքն ենք երգում, ասում ենք, որ Աստված Աստծուց, որդու մասին ենք ասում, լույս լույսից, ճշմարիտ Աստված ճշմարիտ Աստծուց, ծնունդ եւ ոչ թե արարած, հավիտենական ծնունդն է հոր, ոչ թե ստեղծագործությունը հոր։ Բայց այս ժողովից հետո էլ, սիրելիներ, պայքարը չավարտվեց, արիոսականությունը շարունակում էր տարածվել, նույնիսկ կայսերական ընտանիքում կային մարդիկ, ովքեր որ հարում էին այս աղանդին, շատ եպիսկոպոսներ կային, որոնք որ չէին կարողանում կողմնորոշվել, կես արիոսական դիրքորոշում ունեին շատերը, եւ այս իրականության մեջ, որով որ եկեղեցին կարծես խավարի մեջ էր, հենց այդ խառնաշփոթ ժամանակներում 351 թվականի մայիսի 7-ին, որը այն ժամանակ համընկել էր հոգեգալստյան տոնին, Սուրբ խաչի նշանը երևաց Երուսաղեմի երկնքում, Գողգոթայից մինչև Ձիթենյաց լեռը, 15 ասպարեզ երկարությամբ, մոտավորապես 3 կիլոմետր տարածվելով երկնքում։ Եվ այս երևումը այնպիսի հրաշալի տպավորություն, հրաշալի ներկայություն թողեց մարդկանց վրա, քանի որ արեգակի լույսից ավելի էր ճառագում եւ արեգակի լույսը մի տեսակ խավարում էր այդ լույսի ներկայությամբ, շատ հեթանոսներ Երուսաղեմում, շատ հրեաներ ընդունեցին քրիստոնեությունը եւ շատ արիոսական հերձվածին հարող քրիստոնյաներ վերադարձան իրենց մայր եկեղեցին։ Արիոսականները փորձում էին նսեմացնել Քրիստոսի փառքը, իսկ Աստված երկնքում ցույց տվեց խաչի փառքը։ Մարդիկ վիճում էին արդյոք Քրիստոս Աստված է թե ոչ, իսկ երկինքը լույսով վկայեց, որ խաչյալը պարզապես մարդ չէ, այլ փառքի Տեր։ Սուրբ Գյուրեղ Երուսաղեմացին այս առիթով նամակ է գրում Կոստանդին կայսրին, որը մեծ Կոստանդիանոսի որդին էր, եւ նկարագրում է այդ նամակով իրադարձությունները, որը հասել է մեզ այդ նամակի բովանդակությունը եւ այս ամենից հետո է, որ նաեւ կայսրը ընդունում է ճշմարիտ դավանանքը, մերժում է արիոսական հերձվածը եւ եկեղեցին կարողանում է ի վերջո հաղթահարել արիոսական աղանդի հետևանքները։ Արիոսականությունը սակայն միայն պատմություն չէ, սիրելիներ։ Մեր օրերում էլ կան մարդիկ, ովքեր որ մտածողությամբ արիոսական են։ Քրիստոնեական այսպես կոչված որոշ ուղղություններ, օրինակ Եհովայի վկաները, կրկնում են Արիոսի աղանդի մտքերը։ Ամեն դար ունի իր արիոսականությունը եւ դա պարտադիր չէ, որ դրսևորվի միայն կրոնական համայնքներում։ Անհատ մարդկանց մտածողությունների մեջ էլ դեռևս կարող եք գտնել այդպիսի մտքեր կամ այնպիսի մարդկանց մեջ, ովքեր որ փորձում են Քրիստոսին դարձնել պարզապես բարոյական ուսուցիչ, որևէ մարգարեին հատուկ իբրև մարգարե, մեծագույն մարդասեր, սիրո քարոզիչ, այսպիսի
որակումներով, երբ որ Քրիստոսի մասին խոսում են եւ մոռանում Քրիստոսի աստվածությունը, ապա ինչ որ իմաստով վերակենդանացնում են արիոսական աղանդը մեր օրերում։ Բայց եկեղեցին շարունակում է նայել դեպի լուսեղեն խաչը եւ դավանել, որ խաչյալը ճշմարիտ Աստված է եւ ճշմարիտ մարդ։ Այսօր մարդիկ ուզում են քրիստոնեություն առանց խաչի, հավատ առանց ապաշխարության, փրկություն առանց զոհաբերության։ Մարդը ցանկանում է հարություն, հավիտենական կյանք, բայց չի ուզում Գողգոթա։ Ուզում է փառք, բայց չի ուզում խաչի ճանապարհ։ Սակայն Քրիստոս հստակ ասում է, որ ով ուզում է ինձ հետևել, պիտի վերցնի իր խաչը եւ գա իմ հետևից։ Այսօր, երբ մեր միտքն ուղղված է 4-րդ դարում փայլած խաչի երևմանը, երբ որ մենք գալիս ենք մեր եկեղեցիները եւ տեսնում ենք գմբեթում բարձր խոյացած խաչերը, մեր միտքը պետք է մեզ հետեւյալ հարցը մատուցի։ Իմ կյանքի մեջ երևում է խաչը, իմ ընտանիքում կա խաչի լույսը, իմ խոսքերի մեջ կա խաչի համբերությունը, իմ հարաբերությունների մեջ կա արդյոք խաչի ներողամտությունը։ Շատ հեշտ է խաչը կրել իբրև զարդ մեր պարանոցին, բայց չափազանց դժվար է այն կրել մեր սրտում։ Այսօրվա մարդը թվում է, թե ամեն ինչ ունի, տեխնոլոգիաները զարգացած են, արագություն կա, հարմարավետություն կա, բայց մարդու ներսում տիրում է դատարկություն։ Մարդիկ ավելի կապված են իրար այսպես կոչված ցանցերով, քան իրենց սրտերով։ Ընտանիքներում ցամաքում է սերը, հասարակության մեջ ողորմածությունը, մարդկանց մեջ վստահությունը իրար նկատմամբ։ Եվ այս հոգևոր ճգնաժամի մեջ խաչը կրկին կանգնում է մեր առջև որպես պատասխան այս ամենի։ Այս իմաստով, սիրելիներ, խաչը մեզ սովորեցնում է բազում ճշմարտություններ, բայց այսօր մենք փորձենք 3-ի վրա կենտրոնանալ։ Առաջինը, սերը առանց զոհաբերության իրական սեր չէ։ Քրիստոս չսիրեց խոսքով, նա իրեն տվեց մինչև վերջ։ Այսօր աշխարհում շատերը սիրում են այնքան ժամանակ, քանի դեռ դա հարմար է։ Եվ երբ որ անհարմարություն է լինում, մարդիկ մոռանում են իրենց սիրո մասին, որովհետև զոհաբերության ընկալում չունեն։ Չեն ասոցացնում սերը զոհաբերության հետ։ Բայց խաչի սերը մնում է նաև ցավի մեջ, մնում է դժվարության մեջ, մնում է վիրավորանքի մեջ հաստատում։ Երկրորդ բանը, որ սովորեցնում է մեզ խաչը, տառապանքն ու մահը վերջին սահման չեն։ Գողգոթան ավարտ չէ, այն դարձավ հարության դուռ։ Սա մեծ մխիթարություն է մեզ համար, սիրելիներ։ Երբ մեր կյանքում հիվանդություն կա, կորուստ կա, որևէ անհաջողություն, երբ թվում է, թե ամեն ինչ խավար է մեր շուրջը, քրիստոնյան այս խավարի մեջ պետք է փորձի հիշել, որ խաչից հետո գալիս է հարություն։ Խաչի ճանապարհ է երևում ձեր կյանքում, ուրեմն սպասեք հարության պտուղներին։ Եվ երրորդը, խաչը սովորեցնում է մեզ, թե որն է ճշմարիտ հաղթանակը։ Խաչի վրա Քրիստոս արտաքուստ պարտված էր թվում, բայց հենց այդտեղ նա հաղթեց մեղքին, մահվանն ու սատանային։ Այսօր էլ աշխարհի մեծագույն պատերազմը ընթանում է մարդու սրտում, երբ մարդը հաղթում է իր ատելությունը, իր հպարտությունը, իր նախանձը, այդ ժամանակ խաչի զորությունը գործում է նրա մեջ։ Պատահական չէ, որ ավետարանում մենք կարդում ենք նաև հետևյալ տողերը. այն ժամանակ նկատի ունի երկրորդ գալստյան շրջանը։ Երկնքում պիտի երևա մարդու որդու նշանը։ Եկեղեցու հայրերը այս նշանը
միանշանակ ընկալում էին իբրև խաչի պատկեր։ Եվ 351 թվականի երևումը, որ տեղի ունեցավ Երուսաղեմի երկնքում, մի տեսակ նախերգանքն է երկրորդ գալստյան, Քրիստոսի երկրորդ գալստյան եւ հրաշափառ ներկայության, որը պիտի ազդարարվի խաչի նմանատիպ մի երևմամբ, բայց այս անգամ ամբողջ աշխարհով։ Այս տոնը մեծ կոչ է անում, սիրելիներ, ոչ միայն հիանալ երկնքում փայլող խաչի նշանով, այլ նաև թույլ տալ, որ այդ խաչը երևա մեր կյանքում։ Թող մարդիկ մեր մեջ տեսնեն ոչ թե միայն խոսող քրիստոնյաներ, այլ նաև գործող քրիստոնյաներ։ Թող մեր տներում ավելի շատ աղոթք լինի, քան գանգատ, ավելի շատ ներում, քան դատապարտություն, ավելի շատ լույս, քան խավար։ Երբ աշխարհի աղմուկը մեզ շեղի, երբ որ հուսահատությունը փորձի մտնել մեր սիրտ, հիշենք Երուսաղեմի մայիս 7-յան այդ փայլումը, որ երկնքում տարածվեց, եւ երբ որ հիշենք այդ փայլումը, հիշենք նաև, որ խավարը երբեք չի կարող հաղթել Գողգոթայից ճառագող լույսին։ Թող Սուրբ Խաչի երևումը, սիրելիներ, լուսավորի մեր միտքը, ամրացնի մեր հավատքը, բժշկի մեր հոգիները եւ առաջնորդի մեզ դեպի հարության Քրիստոս։ Քրիստոս հարյավ ի մեռելոց։ Մեզ եւ ձեզ մեծ ավետիս։